Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյան հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես կառավարությունը քննարկում է հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ նաեւ կուսակցությունների թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման նոր նախագիծը։ Սա ենթադրում է, որ կամ նախատեսում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով պետք է ներդրվի նվիրատվությունների կամ սոցիալական հատկացումների նոր մեխանիզմ։ Եկեք բացենք, հասկանանք, թե դետալային ինչ է նշանակելու այս մեխանիզմը։ Տեսեք, ըստ էության խոսքը հետեւյալի մասին է, որ քաղաքացիները երբ որ տալիս են հայտարարագրեր, ուրեմն համընդհանուր հայտարարագրման սահմաններում, իրենք կարող են իրենց վճարած եկամտահարկից որոշ գումար, ենթադրում եմ խոսքը ոչ մեծ գումարի մասին է, հատկացնել իրենց նախընտրած հասարակական կազմակերպությանը, լրատվամիջոցին կամ կուսակցությանը։ Ինքը քաղաքացին տեսնում է, որ X լրատվամիջոցը որակյալ լրատվություն է արտադրում, իրեն դուր է գալիս այդ լրատվամիջոցը։ Ինքը այդ լրատվամիջոցին տարեկան ենթադրենք, 5 կամ 10,000 դրամ տալիս է իր արդեն իսկ վճարած եկամտահարկերից, այսինքն քաղաքացին ինքը ոչ մի լումա չի ծախսում, բայց քաղաքացու վճարած հարկից, որ արդեն իսկ վճարվել է, պետությունն է տալիս, բայց պետությունը չի որոշում, թե ում տալ, քաղաքացին է որոշում, թե ում տալ այդ իր մասով, այդ ենթադրենք 5-10 կամ չգիտեմ ինչքան հազար դրամը։ Սա կապահովի թափանցիկությունը։ Դե այստեղ պարտադիր պայմաններ պիտի լինեն, այստեղ պարտադիր պայմաններ պիտի լինեն, որ լրատվամիջոցը հասարակական կազմակերպություն կամ կուսակցությունը, որը ուզում է, որպեսզի կարողանա այդ ծրագրից օգտվել, այսինքն քաղաքացիները կարողանան իրեն նվիրատվություն կատարել այս ծրագրով, պետք է ապահովի ֆինանսական թափանցիկության շատ բարձր չափանիշների, ընդ որում ոչ միայն ֆինանսական թափանցիկության, տարբեր չափանիշներ են ներդրում, այդ չափանիշները դեռ պետք է քննարկվեն, այս հարցը ինձ չէ որ վաղ ընդունվելու է, տարբեր չափանիշներ են ներդրվելու եւ այդ չափանիշներին պետք է բավարարել, այդ չափանիշներին բավարարելու դեպքում օրինակ չի կարելի այսօր գրանցել ՀԿ-ն վաղը արդեն այդ ծրագրից օգտվել, ինչ որ փորձ պետք է ունենաս։ Լրատվամիջոցի դեպքում պետք է ինչ որ կանոնների բավարարես, ունենաս որոշակի էթիկայի կանոններ, ունենաս որոշակի ինքնակարգավորման մեխանիզմներ, հա, ինչ որ ստանդարտների բավարարես, հա, ընդ որում նաև լինի մեխանիզմ այդ ստանդարտների պաշտպանության։ Եվ այդ դեպքում դու կարող ես արդեն, ոչ մեկ չի ասում, որ պետքա, չգիտեմ, բովանդակության մասին չի խոսքը, որ պետքա X բանը գովես, Y բանը քննադատես, չէ, բայց օրինակ չես կարող վիրավորական արտահայտություններ, հա, հայհոյանք չես կարող եթեր տալ եւ այդ ծրագրից օգտվել։ Օրինակի համար եմ հիմա ասում։ Այսինքն ինչ որ մեխանիզմներ լինեն, իրենց գործունեության համար իրենք սա չեն դիտարկի որպես սահմանափակումներ, թե կուսակցությունները, թե լրատվամիջոցները, թե նաև հասարակական կազմակերպությունները, որովհետև մինչև այսօր եթե իրենք թաքցրել են իրենց ֆինանսական միջոցները կամ հոսքերը, ինչու պիտի շահագրգռված լինեն, դա չնայած դա կարող է օրենքով այս դեպքում կարող է օրենքով պարտադիր լինել, բայց ինչու պիտի իրենք շահագրգռված լինեն, դա ցույց տալու արդյոք այն գումարը, որ մարդիկ կնվիրաբերեն, դա այնքան խրախուսիչ կլինի իրենց համար, որ իրենք ցույց կտան։ Դե տեսեք, նախ գումարը կարող է փոքր գումար չլինել։ Թե մենք խոսում ենք Հայաստանում մոտավորապես 800,000 գրանցված աշխատող կա, նույնիսկ ավելի։ Հա, 800,000-ից ենթադրենք կեսը այդ ծրագրով ինչ որ մի բան կանեն, կեսը զահլայել չեն անի, կեսը դա 400,000 մարդ է։ 400,000 մարդը ենթադրենք 10,000 դրամ եթե նախատեսվի, խոսքը արդեն 4 միլիարդ դրամի մասին է կամ 10 միլիոն դոլարի։ Դա դաշտի համար, ՀԿ-ների կուսակցությունների եւ լրատվամիջոցների դաշտի համար շատ մեծ գումար է։ Նույնիսկ գրանտների պարագայում։ Համեմատությամբ։ Հա։ Եվ այս առումով մոտիվացիա կլինի բարձր ստանդարտներին բավարարել, որպեսզի այդ գումարներից կարողանան օգտվել։ Սա մի կողմից։ Մյուս կողմից այո կլինեն այնպիսիք, որոնք որ չեն օգտվի, բայց որոնք որ չեն բարձրացնի այդ ստանդարտներին, չեն բավարարի եւ չեն օգտվի։ Բայց դա էլ է նորմալ, եւ ուրեմն կխրախուսվեն նրանք եւ այդ ծրագրից կօգտվեն եւ այդ ծրագրով գումարներ կստանան նրանք, ովքեր որ կօգտվեն, այսինքն ովքեր որ բարձր ֆինանսական թափանցիկություն կունենան եւ բարձր չափանիշների, ստանդարտների կբավարարեն, կստանան գումար,
ովքեր չեն ստանա գումար։ Այսինքն սա նաև բարևարկ պահվածքը մեր դաշտում բարևարկ պահվածքը խրախուսելու մասին է։ Բայց նաև ձեր հարցինի արձագանք ասեմ, որ օրինակ կուսակցությունների մասով առհասարակ դա պարտադիր է։ Ուրիշ հարց կուսակցությունները ինչքանով են դրան հետևում, ինչքանով չեն հետևում, բայց հիմա էլ են պարտավոր իրենք դա անեն։ Լրատվամիջոցների մասով մի քիչ ավելի քիչ է կարգավորումները, քան կուսակցությունների մասով, բայց լրատվամիջոցներն էլ պարտավոր են։ Բայց մի հատ ամեն տարվա, եթե ես հիմա ճիշտ եմ հիշում օրենքի ձևակերպումը, մարտի 30-ին կամ 31-ին պետքա հրապարակեն իրենց ֆինանսական հաշվետվությունները նախորդ տարվա։ Դեք լրատվամիջոցներ տեսեք, որոնք են հրապարակել։ Գոնե 31-ին չէ, թեկուզ ուշացումով, թեկուզ, չգիտեմ, շուտ ուժ էական չի, բայց ովքեր են հրապարակել, ում մասով կա հրապարակային տեղեկություն, թե ինքը նախորդ տարվա ընթացքում ումից ինչքան փող է ստացել։ Համարյա ոչ մեկի մասով։ Բայց միաժամանակ նաև ասենք, որ կան այնպիսիք, որոնք որ դա անում են։ Ընդ որում կան այնպիսիք, որոնք որ դա անում են առանց օրենքի պահանջի։ Օրինակ մեր մասով, ՀԿ-ների մասով, տենց պահանջ չկա, բայց մենք դա անում ենք։ Մտնեն մեր կայքում տեսնեն, անցյալ տարում ինչքան փող ենք ստացել։ Նկատի ունեմ, սա նենց նշաձող չի, որ ասես, շատ բարձր նշաձող է, ինչ որ մեկին ինչ որ բան է սահմանափակել։ Լավ, պարոն Յանիսյան, ով ու ինչ մեխանիզմով պետք է վերահսկի նույնիսկ այդ գրված տվյալների ճշգրտությունը։ Դե սա առանձին հարց է, որը դեռևս պետքա քննարկվի, այս դետալները չեն քննարկվել։ Ես ենթադրում եմ, որ պետքապետ եկամուտների կոմիտեն դա անի եւ համոզվի, որ այո, այն ինչ որ հրապարակվում է, ճիշտ է հրապարակվում եւ ոչ թե ուղղակի տենց պատահական թվերագրված եւ հրապարակված, որովհետեւ հիմա այդ խնդիրն էլ կա, հիմա ոչ մեկ չի ստուգում այդ թվերը, ոչ մեկ թվեր կա, նայում ես, օրինակ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, զարմացանք, որ հրապարակել էր, մտանք նայեցինք, նույնիսկ ծիծաղալու թվեր են։ Այդ թվերը բաժանում ես այդ լրատվամիջոցի աշխատողների քանակի վրա, ստացվում է, որ այդ լրատվամիջոցի աշխատողները ինչ-որ ծիծաղալու աշխատավարձներ են ստանում, շատ փոքր։ Օրինակ ինչ կան։ Ակնհայտ, կարծեմ լրագրողներ են, որում այդ թվում դե անվանի լրագրողներ կան, ստանում են 100,000 դրամ։ Ես ես խնդրում եմ, լրագրողը 100,000 դրամ, չկա տենց աշխատավարձ։ Չկա տենց աշխատավարձ, էլի։ Այսինքն ակնհայտ է, որ շրջանառության մի մաս է այդ լրատվամիջոցում, որ կամ այդ հաշվետվությունն է սուտ, կամ ինչ ավելի հավանական է, շրջանառության մի մասը կանխիկով է։ Ինչ որ կեղտոտ փողեր այդ լրատվամիջոցը ստանում է կանխիկով իր լրագրողներին տալիս է, որտեղ ամիսը 100,000 դրամ ոչ մեկ չի աշխատելու լրատվամիջոցում։ Դա բան է, մեղմ ասած շուկա իրականությունից կտրված թվեր են։ Նաև սա պետք է քաղաքացիները կարողանան տեսնել։ Հարկային մարմինները սա պետք է կարողանան տեսնել, քաղաքացիները պետք է կարողանան տեսնել։ Ինչ է փոխելու այս դեպքում, եթե քաղաքացիները բոլոր սեփականատերերին, կոնկրետ լրատվամիջոցների պարագայում եւ ֆինանսական հոսքերին ծանոթ լինեն, թե կուսակցությունների, թե ՀԿ-ների։ Սա մարդկանց համար շատ բան պարզ կդարձի, թե ինչի է այս լրատվամիջոցը այսպիսի գիծ տանում, իսկ ինչի է այնպիսի գիծ տանում։ Ինչի է այս լրատվամիջոցը միջև այս պահը սենց գիծ էր տանում, այս պահից սկսեց կտրուկը նենց գիծ տանել։ Այ հետո պարզվում է, որ այդ լրատվամիջոցը ահռելի փող է սկսել ստանալ ինչ որ մի հայտնի տեղից եւ դրանով շատ ուժեղ բացատրվում է, հա, որ դա այդ լրատվամիջոցի հայացքները չեն, դա այդ լրատվամիջոցի հայացքների վաճառքի արդյունք է։ Գիտեք, նորմալ է, որ լրատվամիջոցը ունենա ինչ որ հայացքներ։ Կա լրատվամիջոցը լինի, չգիտեմ, դիմադիր, մի քիչ իշխանական, մի քիչ լիբերալ, կոնսերվատիվ, այդ նորմալ է։ Նորմալ չի, որ լրատվամիջոցը սկսում է հայացքները վաճառել, որ փողին մունատով փող տա իր օկտինել կգրեմ։ Ուզում եք փող տվեք հուլիսի կեսերին գրեմ շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սա նորմալ չի եւ նորմալ չի, որ լրատվամիջոցը ինչ որ էթիկական նորմեր է սկսում հատել, սկսում է սուտ խոսալ, որտեղ ուզում ես լիբերալ եղի, ուզում ես կոնսերվատիվ եղի, սուտ խոսալը օքեյ չի, չգիտեմ, ինչ որ վիրավորական բաներ անելը, բայց մնացած սահմաններում, այդ ադեկվատության սահմաններում, այդ էթիկայի սահմաններում նորմալ է լրատվամիջոցը ունենա հայացքներ։
ներքին արդարության, հավասարության սկզբունքը ոնց կգործի։ Տեսեք, օրինակ կոնկրետ ձեր օրինակով եմ ասում, հասարակական կազմակերպությունը բավականին հայտնի է, միգուցե կան այլ հասարակական կազմակերպություններ, որոնք ձեզնից պակաս գործ չեն անում կամ ավելի արդյունավետ գործ չեն անում, բայց նրանց մասին հանրության լայն շրջանակներ չգիտեն եւ նույն այս մեխանիզմի կիրարկման դեպքում ստացվում է, որ մարդիկ կարող են ձեզ ավելի շատ ֆինանսավորում տալ, նրանց ավելի քիչ։ Այստեղ հավասարության սկզբունքը չի խախտվում մի փոքր։ Գիտեք, բայց մեր կազմակերպությունը Ես պայմանական եմ ասում։ Չէ, ճիշտ եք ասում, բայց մեր կազմակերպությունը հանրային ճանաչելիությունը, չգիտեմ, նվեր չի ստացել ինչ որ մեկից, չենք ժառանգել, չգիտեմ, մեր ծնողներից։ Դա տարիների ընթացքում վաստակել ենք։ Եվ վաստակել ենք պայմանական ասած մրցակցային դաշտում, ինչ որ անարդար բան են կարել, որի արդյունքում մենք դառել ենք հայտնի, իսկ ուրիշները Դե դիտարկեք դա նաև կուսակցությունների լրատվամիջոցների նկատի ունեմ իրանք էլ հասարակական կազմակերպությունները պետք է նենց անեն, որ հայտնի լինեն իրենց շահառուների շրջանում, հայտնի լինեն հանրության շրջանում, կուսակցությունները առաջի հերթին դա պիտի անեն, բայց նաև հասարակական կազմակերպությունները այդ ուղղությամբ պետք է աշխատեն, բայց իդեալական չի լինելու։ Կլինեն այնպիսի կուսակցություններ, կազմակերպություններ հասարակական կամ լրատվամիջոցներ, որոնք որ այս մեխանիզմով գումարներ կստանան, սենց կնայենք ու կասենք վախ մամա ջան, իրանք էին այս ծրագրով գումար ստանում։ Նորմալ է, կարա տենց էլ լինի։ Որ դաշտ մտնել։ Հիմա արևմտյան դրամաշնորհներն էլ բոլորը արդար են բաշխում։ Մեր դաշտը հիմնական նստած արևմտյան դրամաշնորհների վրա, մեր դաշտի բարեխիղճ մասը։ Անբարեխիղճ մասը նստած է ինչ-որ սև փողերի վրա, որտեղ մեր դաշտում այդ երկու բաներն են։ Սև փողերը եւ արևմտյան դրամաշնորհները։ Երրորդ աղբյուր է ստեղծվում։ Դա շատ կարեւոր է։ Դա շատ կարևոր է, դա որակապես կսկսի դաշտը փոխել։ Բայց այդ երրորդ աղբյուրը կչեզոքացնի այդ սև հատվածը դրամների ստացման։ Այդ երրորդ աղբյուրը օրինակ լրատվամիջոցների կամ նույն գրանտները կպակասեն դրանք։ Նույն լրատվամիջոցների մասով ամենաբանը անկախ լրատվամիջոց պահելու համար կամ պետք է արևմտյան դրամաշնորհներ ունենաս, կամ գովազդով մեծ գումարներ չես աշխատի, կամ արդեն լրատվամիջոցը անկախ չի, որտեղ եթե սկսում ես սև փողեր ստանալ, այդ սև փողերը ոչ մեկ սիրուն աչքերի համար չի տալու, էլի։ Այստեղ այլընտրանքը առաջանում։ Դու կարողանում ես, եթե դու գաղափարապես ուզում ես անկախ լրատվամիջոց պահել, եւ դու սև փողեր չես վերցնում, քո համար հնարավորություններ են բացվում։ Հնարավորություններ, որոնք հիմա չկան, կամ շատ սահմանափակ են զուտ արևմտյան դրամաշնորհներով։ Դրամաշնորհային ծրագրերն էլ էլի ոչ միշտ են արդար բաշխվում, ոչ միշտ են լավ բաշխվում, այդ բոլոր խնդիրները այնտեղ էլ կան։ Բայց այս երկու աղբյուրներից բացի, որ երրորդ աղբյուրը բացվի դեմս քաղաքացիների եւ պետական բյուջեի, դաշտի որակի վրա դա էապես կազդի եւ մենք կսկսենք ավելի շատ տեսնել անկախ լրատվամիջոցներ, անկախ ՀԿ-ներ, կուսակցություններ, որոնք որ չեն ուզում գործեն ինչ որ բիզնեսմենի ենթակայության կամ ինչ որ օտարերկրյա ենթակայության տրամաբանության մեջ, որովհետև կարողանում են ինչ որ ուրիշ ձևել փող հավաքեն իրենց գործունեության համար։ Այսինքն պետքա որ սկսի սառույց տեղի սարեր շուրջ չեն գալու միանգամից, բայց սառույցը կսկսի տեղի չարժվել։ Այստեղ պարտադիր պայման պիտի լինի այս մեխանիզմի կիրառման դեպքում, որ բոլորը իրենց ֆինանսական հոսքերը ու միջոցները ու սեփականատերերին բացահայտեն։ Օրենքով պարտադիր պահանջ պիտի լինի, որովհետև դուք ասացիք կարող են լինել օրինակ ՀԿ-ներ կամ չգիտեմ լրատվամիջոցներ, կուսակցություններ, ովքեր չեն ուզենա, չեն օգտվի քաղաքացիների կողմից այդ նվիրատվություններից, բայց իրենք պարտավորություն ունենալու են, չէ՞, իրենց բոլոր ֆինանսական հոսքերը ցույց տալու։ Ընդ որում չանելը լուրջ հետևանքներ է առաջացնում։ Լրատվամիջոցները հիմա պարտավոր են, բայց չանելը հետևանքներ չի ենթադրում։ ՀԿ-ների մասով համարյա այդպիսի պարտադրանք չկա։ Հիմա բայց նախ ուզում եմ ասեմ, որ այդ պարտադրանքի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, ընդհանրապես ոչ մի սարսափելի բան չկա։ Նորից մեր հասարակական կազմակերպությունը պարտավոր չլինելով դա հրապարակում է, ոչ մի սարսափելի բան չկա։ Վերահսկողական գործիքի դա չի վերացնում, եթե դու հարկերը վճարում ես, եթե դու չգիտեմ ինչ որ սև փողեր չես վերցնում, ինչի պետք է թաքցնես։ Դա վերահսկողական գործիքի չի կարող վերածվել կամ նման ռիսկ չկա, որ կարող է դա Չէ, որովհետև նոր մեր հասարակական կազմակերպությունը դա միշտ արել, այդ թվում հեղափոխությունից առաջ հեղափոխությունից հետո դա նորմալ է։
Դա նորմալ է։ Հա, եթե Հայաստանում ժողովրդավարության մակարդակը Աստված մի արածցե այնքան հետ նահանջ ապրի, ինչքան ասենք Ադրբեջանում կամ Ռուսաստանում, այդ կարա խնդիր լինի։ Բայց իսերն Աստծո կներեք, էլի մենք ուր Ադրբեջան։ Այ ադրբեջանական ՀԿ-ներին արևմտյան դոնորները գախնի են դրամաշնորհ տալիս։ Ամեն ինչից գախնի են անում, որ հանգարց իշխանությունները չիմանան, որտեղ որ իշխանությունները իմանան խնդիրը, բան իսերն Աստծո Հայաստանում այդպես բան չի եղել։ 90-ականներից արևմտյան դոնորները դրամաշնորհներ տվել են եւ խնդիր չի եղել։ Նույնիսկ բացառապես արևմտյան դոնորների մասն ենք խոսում, իսկ այլ տեղերից ֆինանսական հոսքեր չկան։ Կան, ուղղակի արևմտյան դոնորներն են, որ դա անում են լեգալ ձևով, որ դա անում են սպիտակ ձևով, որ դա անում են հրապարակային, թափանցիկ եւ հարկերը վճարելով, որովհետեւ կան ռուսական աղբյուրներ, կան ինչ որ բիզնես աղբյուրներ, կան ինչ որ օլիգարխիկ աղբյուրներ, հա վերջերս քննչական կոմիտեն օրինակ բացահայտեց մեր ձևով հասարակական կազմակերպության հետ կապված գործը, այսինքն լրատվամիջոցների մասով էլի կան տարբեր սև աղբյուր, այսինքն աղբյուրները տարբեր են, ուղղակի արևմտյան դոնորները այս պահի դրությամբ հիմնական օրինական աղբյուրն են լրատվամիջոցների եւ ՀԿ-ների գործունեության համար։ Կամ դու արևմտյան աղբյուրներից ստանում ես, կամ դու ֆինանսավորում չունես, կամ դու սև ֆինանսավորում ես ստանում։ Հիմա ոնց որ երրորդ ճանապարհն է բացվում, էլի, որ դու կարող ես նաև պետությունից, քաղաքացիներից փող ստանալ, էլի։ Լավ, ամփոփելով զրույցը, ինչ եք մտածում, ֆինանսական աղբյուրների բացահայտումից հետո կնվազեն հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների կամ կուսակցությունների վրա քաղաքական կամ արտաքին ազդեցությունների կասկածները։ Գիտեք, ինձ թվում է այո կնվազեն, բայց այստեղ նաև հետևյալն է շատ կարևոր, տեսակարար կշիռը։ Այսինքն դաշտում ենթադրենք կա վատ լրատվամիջոց, որը որ սև փողերով ապատեղեկություններ է տարածում ամեն օր։ Հավանականությամբ այդ լրատվամիջոցը կշարունակի լրիվ նույն ձև վարվել եւ այս ծրագրից չել օգտվի։ Բայց այս ծրագրի շնորհիվ կարող է հայտնվի մի լավ լրատվամիջոց կամ զարգանա արդեն եղած լրատվամիջոցներից ինչ որ մեկը, որը պարկեշտ է իրան պահում, ֆինանսական հնարավորություններ ունենա զարգանա եւ արդեն մրցակցի այս վատ լրատվամիջոցի հետ։ Եվ մարդիկ որպես մեդիա սպառողներ ունենան նաեւ լավ աղբյուր։ Հա, այսինքն այս մեխանիզմը ավելի շատ դրա մասին է եւ ոչ թե պրոբլեմատիկ գործունեություն իրականացնողներին փակելու կամ արգելելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Դանիել Իոաննիսյանն էր, կհանդիպենք։